Մայիսի 18-ին Թբիլիսիում մեկնարկեց ավանդական վարդատոնը։ Սայաթ Նովայի մեծարման ամենամյա միջոցառումը կազմակերպվում է վիրահայոց թեմի ջանքերով։ Կիրակնորյա պատարագի ավարտին Սուրբ Գևորգ եկեղեցու Բաքում հանգչող բանաստեղծ Աշուղի Գերեզմանի մոտ վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ եւ հոգեվոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Արարողությանը ներկա էին Թբիլիսիի ժողովրդական ժողովի, Սակրեբուլոյի նախագահը, Սակրեբուլոյի անդամներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, հյուրեր Վրաստանի հայաբնակ շրջաններից, Հայաստանից։ Հայ մեծ Աշուղի մահարձանը բացվել է 1914 թվականի մայիսին, այդ տարվանից սկսած ավանդույթի համաձայն մայիսին վարդատոն է կազմակերպվում։ Եվ մեծանուն Աշուղի շիրիմին Սայաթ Նովայի երկրպագուները վարդեր են խոնարհում արդեն 111 տարի։ Վարդատոնը բազմազգ Թբիլիսիում իր շուրջն է հավաքում աշուղական երգի սիրահարներին։ Գորգասալի հրապարակում տեղի ունենում համերգ։ Այս տարի եւս համերգին մասնակցեցին երգի պարի համույթներ եւ մենակատարներ, կատարելով Սայաթ Նովայի սիրային, խոհական եւ փիլիսոփայական տաղերը։ Հերմինե Հակոբյան, Աննա Մկրտիչյան, Եկեղեցական կյանք։